Խորհրդարանի օրակարգում կրկին Արամ Վարդևանյանին ազգային ժողովի փոխնախագահ ընտրելու հարցն է։ Սակայն ընդդիմադիր падգամավորների համար օրվա գլխավոր օրակարգն ու մարտահրավերը կաթողիկոսի դատական նիստն է։ Այսօր ամոթի օր է։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դատում է ձեր խիղճը, ձեր միտքը, ձեր հույսը եւ ձեր հոգին։ Ընդդիմադիրները պատմական ակնարկ արեցին ոչ հեռավոր անցյալ 2025 թվական, ներկայացնելու թե ինչպես սկսվեց, զարգացավ պետություն եկեղեցի հակամարտությունը եւ ինչ գին կարող ենք վճարել դրա համար։ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալաշուքյուր Փաշազադեն հայտարարեց, որ հայ առաքելական եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար մեջբերման ավարտը։ Նա պնդեց, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը գտնվում է, մեջբերում եմ, պատմական ադրբեջանական հողերի վրա ու մեղադրեց հայ առաքելական եկեղեցուն ռևանշիստական կառույց լինելու մեջ։ Ընդամենը օրեր անց սրան հետևեց Նիկոլ Փաշինյանի հարձակումը ազգային հոգևոր կառույցի նկատմամբ։ Եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ խառնվել է։ Հարգելի գործընկերներ, դուք հիմա խանգարում եք ելույթ ունեցողին։ Արթուր Հովհաննիսյանի բնորոշած չարաճճի падգամավորներին Ռուբինյանը փորձեց հանդարտեցնել դպրոցական դասատուին հատուկ մեթոդներով։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան։ Գլխավորությամբ, որ չարաճճություն չանեք քաղաքական առումով եւ նաեւ ես կարողանամ միտքս ձեզ տեղ հասցնել։ Գլխավորությամբ, լռեք իմ ելույթի Նիվարկյան, ներողություն, պարոն Հովհաննիսյան, ներողություն։ Ով էր տեղից խոսում։ Լիաննա Գասպարյանը ես։ Տիկին Գասպարյան, ձեզ հայտարարում եմ նախազգուշացում։ Ի վերջո բանավեճը եզրափակեց ՔՊԱ-ական Արթուր Հովհաննիսյանը, հայտարարելով եկեղեցին Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ բացահայտորեն խառնվել է քաղաքականությանը։ Իշխան Սաղաթելյանին էլ հետաքրքրեց, որն է վերջնական գինը, որը վճարելու ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Քանի որ նրա համոզմամբ նույնիսկ այսքան զիջումներից հետո Անկարան ու Բաքուն չեն բավարարվել։ Ընդգծեց, դեմ չեն հարաբերությունների կարգավորմանը, դեմ են իշխանության ընտրած ճանապարհին, որը չի չեզոքացնում սպառնալիքները։ Այնուհետև падգամավորն անցավ ներքաղաքական խնդիրներին, խոսեց անազատության մեջ գտնվող կամ քրեական հետապնդումների ենթարկվող գործիչների մասին։ Այսօր անազատության մեջ գտնվող մարդիկ Բագրատ Սրբազան, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թևանյան, Արմեն Աշոտյան, Ավետիք Չալաբյան, Ալիկ Ալեքսանյան, Արեգնաս Մանուկյան, Սամվել Կարապետյանը, շարք կարող եմ երկար կներեմ բոլոր նրանք ում անունները չեմ տալիս, բայց նրանք այսօր գտնվում են անազատության մեջ, բացառապես նրա համար, որ չեն կիսում ձեր վարած քաղաքականությունը եւ զբաղվել են քաղաքականությամբ, հետեւաբար նրանք բոլորը քաղբանտարկյալներ են։ Վերևից որ նայում ենք, նախագահությունը այնքան սիրուն է այս պայն։ Ես չեմ ուզի, որ այդ նախագահությունը մի չափազանցրեք, պարոն Սարգսյան։ Պարոն Ռուբինյան, երեք ամբողջ օր գովում էին, պարոն Վարդևանյանին մի քիչ էլ մենք մեր ունեցած գովելու տեղը գովենք։ ՔՊԱ-ականները գոհ են խորհրդարանի ղեկավար կազմի ընտրությունից, Վարդևանյանի անցած ուղին նորից հիշեցին, թե ինչպես 2022-ին վայր դրեց մանդատը։ Ես չեմ ուզենա, որ կիսատ գազ տվող, կեսից գազը պրծնող, կամ շատ գազ տվող փրփրթացող, տենց խոդից են, որ ասում են, հանգող մեքենան, կամ համեմատական եմ տանում, ներողություն եմ խնդրում, վիրավորական չհամարեք, կես ճանապարհին զադնի դնող, կամ քիչ թույլ եւ ոչ բավարար սկզբունքայնություն ունեցող մարդը ընտրվի ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Ես վերադառնամ արտաքին քաղաքականությանը, որովհետեւ պարոն Վարդևանյանի հետ ամեն ինչ պարզ է։
Թունյանն էլ պատգամավորներին ֆիլմ ցուցադրեց, որը նոր փոխխոսնակին հիշեցրեց մանկության գյուղը։ Ես սարում էի, ճիշտ է։ Հետո որ կարկուտել գալիս ես սարում էի, ճիշտ է։ Հետո որ ոչխարներն եկա, ես էլի սարում էի, իսկ դու չկայիր, ճիշտ է։ Հետո որ մորթեցիք դու վերկացել եկար, ճիշտ է։ Հետո մորթելուց հետո եկար։ Սկզբից գայր ասեիր մի մորթեք, որտեղ էիր, գայր չթողնեի։ Շնորհակալություն ֆանտաստիկ ֆիլմից դրվագ մեջ բերելու համար, որը իդեպ ասեմ, որ նկարահանվել է իմ պապական գյուղում, Խաշտարակում ու այնտեղ վերջերս տեղադրվել է հայտնի դատավարության արձանը, այնպես որ կարող եք Խաշտարակի տուրիզմը զարգացնել նաև այցելով։ Ընդդիմադիրները խորհրդարանական աշխատանքային օրվա վերջին չսպասեցին, լքեցին նիստերի դահլիճը, շտապում էին Էջմիածին։ Ալադավթյան, Էպիկենտրոն։